Ու հիմա ասեմ, թե ինչի է Հայաստանը այս պահին առավել քան երբևէ վտանգավոր կետ, որովհետև աշխարհը մտել է գերտերությունների մեծ բախման փուլ, որտեղ ամեն մի մանր պետություն վերածվում է ռազմավարական կարևորության կետի, ընդհանրապես մի կետի, ոչ թե ազգ ու ժողովուրդ ունեցող պետության։ Մեծ խաղացողները ամեն գնով վռազում են գցել իրենց ազդեցության գոտիները, ու այս պահին Հայաստանի շուրջ ստեղծվել է նենց ճնշում, որի նմանը չենք ապրել երբեք։ Թուրքիան ու Ադրբեջանը վերածվել են տարածաշրջանային հարձակման առանցքի։ Ռուսաստանը կորցրել է Հայաստանը իր բռի մեջ պահելու հնարավորության մեծ մասը ու փորձում է ամեն գնով պահի այդ ազդեցության մնացորդները Հայաստանը իր գործիքը դարձնելով։ Արևմուտքը փորձում է դուրս չմնա, բայց դրա հետ մեկտեղ չի ուզում վճարի գնի մեծ մասը, իսկ դա վաղ թե ուշ բերելու է մեծ բախումների։ Իսկ որտեղ են տեղի ունենալու այդ բախումները, իհարկե Հայաստանում։ Մեր տարածքի վրա, մեր տների մոտ, մեր բակերում, Սիրիան ու Գազան ձեզ օրինակ։ Իրանը պաշտպանում է ոչ թե Հայաստանի, այլ իր սեփական գոյության շահերը։ Ու մյուս բոլորի նման թքած ունի ծերպիլայի վերածված Հայաստանի վրա։ Դե Չինաստանն էլ սպասում է տենա Հայաստանի վրա ով ինչ վերահսկողություն կստանա, այդ հաստատված վերահսկողությունից էլ ով ինչ կտա, որ իր համար ճանապարհները կայուն լինեն։ Էսա իրական քարտեզը։ Ու այս քարտեզում Հայաստանը որ ճանապարհն էլ ընտրի, մյուս բոլորի համար խնդիր է ստեղծելու։ Ու այդ խնդիրները անվերջ են լինելու։ Իսկ ամեն հաջորդ խնդրի հետ ուժելու եք մենակ դուք ու ձեր երեխեքը։ Ու միակ ճանապարհը, որտեղ ոչ հայը կտուժի, ոչ էլ Հայաստանը, այդ հենց մեր շահերից ծնվող հայկական որոշումներն են ու բոլորիս վճռականությունը, որ այդ որոշումները իրականացնենք ու միասնական ուժով դրանց տերը լինենք։ Ուրիշ ճանապարհ գոյություն չունի։